Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում կայացել է օպելի վարորդներին վիրավորելու համար Տիգրան Ավինյանի հորդեմ Երևանի ավագանու Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ներկայացրած հայցի գործով դատական նիստը։ Արմեն Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ. ցանկանում եմ նշել, որ ամեն մի համբալ բառացի նշանակում է յուրաքանչյուր, ինչը համարում է քանակական միավոր, այլ ոչ թե նշանակում է բոլորը։ Նշվածն առավել ևս որևէ կապ չունի եւ չի կարող ունենալ վարած մեքենայի մակնիշի կամ բնակության վայրի կամ օգտագործող հեռախոսի տեսակի եւ այլնի հետ։ Կարծում եմ, որ սույն դատական գործը հայցվոր Հայաստան խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի ենթադրաբար խախտված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու մասին չէ, քանի որ կատարված հրապարակումը հերքելու կամ ներողություն խնդրելու պահանջներ նույնիսկ չեն ներկայացվել, այլ ներկայացվել է բացառապես դրամական պահանջ 500,000 դրամի չափով։ Նշված եզրահանգման համար հիմք են հանդիսացել ինձ հայտնի դարձած մի շարք հանգամանքներ, որոնցից մեկն օրինակ այն է, որ 2023 թվականին, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց տներից, ՀՀ կառավարությունը մեր հայրենակիցներին օգնության նպատակով սկսեց իրականացնել տարբեր ծրագրեր։ Նշված հենց այդ նույն օրերին արդեն իսկ ընտրված Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը եւ իր կինը Ռեբեկա Առաքելյանը բնակվելով Երևանում եւ համատեղ ունենալով կանխիկ 18 միլիոն դրամ համաձայն իրենց ներկայացած հայտարարագրերի չեն խորշել եւ դիմել ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում երբեմն ամսական նույնիսկ 10,000 դրամ գումարի չափով։ Այդ որ ընտանիքի կողմից բավականաչափ ֆինանսական միջոցներ ունենալու պայմաններում պետությունից օգնություն ստանալը, կարծում եմ, գումար վաստակելու պատեհ պահի օգտագործում է եղել։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին։